Բարի օր, ինչպես ամեն շաբաթօր, այս անգամ եւս հանրային ռադիոյի եթերում Հանրամեդիա հաղորդաշարի հերթական թողարկումն է, ով մոռացել է ես Լեոն Սարդարանն եմ եւ այստեղ, ինչպես էլի ամեն շաբաթօր, մենք խոսում ենք լրատվական դաշտի մեդիայի ընդհանուր առմամբ խնդիրների մասին։ Այսօր բացառիկ եթերը ամենայն դեպս մինչև հիմա նման բան չի եղել։ Իմ զրուցակիցներն են կամ միգուցե նաև բանավիճողները իմ հետ իմ նախկին գործընկերներ, լրագրողներ, ապագայում չգիտեմ ինչ կլինի, բայց հիմա ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող Լուսինե, չեմ ասի ազգանունը, եւ Գեղամը, էլի չեմ ասի ազգանունը, անկախ պատգամավոր, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լուսինե Բադալյան, Գեղամ Նազարյան։ Քանի որ հիմա դուք օրենսդիր դաշտում եք, հա, օրենսդրական դաշտում եք խաղում, տեսեք, այս վերջին շրջանում անընդհատ առանձին լրագրողների պահվածքի պատճառով, առանձին լրատվամիջոցների պահվածքի պատճառով ամբողջ մեդիա դաշտը ըստ էության թիրախավորվել է։ Հասարակությունը այնքան էլ լավ չի հասկանում լրագրողները եւ լրատվամիջոցները ինչով են զբաղվում, եւ այն առողջ ուժերը, որոնք դեռ մնացել են դաշտում, ասում են պետքա ինչ-որ ձևով կարգավորել դաշտը, որովհետեւ այսպես իրոք շարունակել չի կարելի, որովհետեւ լրագրողները եւ լրատվամիջոցները ոչ բոլորը մարդկանց հասնում են հարցնում են արդեն հոգեխանգարումքի։ Հիմա ինչպես կարելի է այս վիճակը փոխել։ Կամ երկու որոշում պետք է կայացնենք, կամ փոխում ենք, կամ թողում ենք ինքնահոսի, որ այսպես շարունակվի ինքը իրան կարգավորվի, ինչպես լեռնային հեղեղն է ինքը իրան կարգավորում, ճանապարհին ավերելով ամեն ինչ, հետո մի պահ հանգստանում է։ Եթե մենք ուզում ենք այսպես ավերելով գնանք, հետո հանգստանանք, կարող ենք թողնել։ Երկրորդ միջոցը դա արմատական միջոցն է, որը այսօր փորձում են անել արդեն շատ ուշացած Իսպանիայում եւ Ֆրանսիայում, որը առաջացրել է նաեւ մեծ ընդվզում, ոնց է համարցակվում մեզ կարգավորել, մենք ինչ ուզենք, այն էլ պիտի ասենք, այս սկզբունքով, չէ որ սա խոսքի ազատություն է։ Չէ որ խոսքի ազատություն է մեր մոտ ընկալմամբ, որ մենք կարող ենք ցանկացած քաղաքական գործ չի, հասարակական գործ չի, նույնիսկ մի կնոջ ատամնատեխնիկ, ինչ ասել, վիրավորել, անարգանքի սյունին գամել, կեղծ տեղեկություն շպրտել նրա հասցեին, դա մենք կարող ենք անել։ Մենք իսկ կառավարությունը, օրենսդիրը կարող է դրա դեմը առնել, երբ որ փորձ է արվում, այսօր ասում են, աման, մեր սիրելի խոսքի ազատությունը, բայց ընկալումը շատերի մոտ խոսքի ազատությունը այս է, ես կուզեմ կհայոյեմ, անշնորհք բառապաշար կբռնեմ եթերում կհայտարարեմ առանց հիմքի եւ նույնիսկ եթե հիմք ունենա դա ամենավերջին ստորությունն է, գիտեք ժողովուրդ, այս ինչ է, այս ինչի սիրեկանն է, այս ինչ է, ինչի սիրուհին է, մենք հասել ենք արդեն այդտեղ ու մենք արդեն շատ կարմիր գծեր ենք անցել։ Կարող է լրագրողը իրան թույլ տալ մոտենալ մի մարդու քաղաքական գործի եռաբլուրում ու հարցնել դուք ինչ խղճով եք մտնում այստեղ։ Երբ որ ինքը լավ հասկանում է, այդ մարդը կարող է հունից դուրս գա եւ իրեն կամ պատասխան վիրավորեն կամ նույնիսկ հարվածել։ Այսինքն մեր լրատվական դաշտը որպես այդպեսին այլևս լրատվական դաշտ չէ եւ մենք էլի պետք է որոշում կայացնենք։ Ուզում ենք սա կարգավորենք, թե ուզում ենք ավերելով գնանք առաջ։ Հիմա քանի որ թիրախավորումից խոսք գնաց, դուք այդ իմաստով եթե չասեմ չեմպիոնները, այլ փող չեմպիոնների կառնվազն երկուստ էլ եւ Գեղամ եւ Լուսնեն։ Լուսնե, քո կարծիքով ինչա պետք անել։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Մեզ մոտ էլ էս քննարկումները անընդհատ են։ Հա, խոսքի ազատություն եւ խոսքի ազատությունը շատերը սանձարձակություն են սկսել ընկալել, ինչը ոչ միայն տհաճ է, տեսեք դուք ասում եք հասարակությանը հոգեխանգարմունքի է հասցնում, բայց միայն այդքանով չի սահմանափակվում խնդիրը։ Թիրախավորմամբ չի սահմանափակվում խնդիրը, մենք մոտեցել ենք այնպիսի մի վտանգավոր կետի, երբ լրատվական դաշտի պատճառով մենք այսօր մեր ինքնության
ամենագլխավոր, հա, բաղադրիչը մեր լեզուն աղճատվել է ամբողջապես։ Մարդիկ սկսում են խոսել այնպես, ինչպես որ մեդիան իրենց հրամցնում է, եւ այդ բառապաշարը, շեշտադրումները սխալ եւ շատ էսպես աղավաղումներ, Չէ, դե եկեք միանգամից, չէ, այստեղ ես մի քիչ պիտի չհամաձայնվեմ, որովհետեւ միանգամից լրատվական դաշտի վրա այդ գաղջի մեղավորը դուք եք մոտավորապես ստացվում է այդպես, իրականում լեզուն սկսեց աղճատվել, խոսույթը սկսեց աղճատվել ժամանակին կարգին հաղորդումով, այնպես չէ։ Էլի մեդիայի մասին է խոսքը, տեսեք, բայց ես շատ լավ հիշում եմ, եթե մենք հետ գնանք առնվազն 20-15 տարի առաջ, այդ ամենը էլի կար, առկա էր, բայց կային եթերում համենայն դեպս շատ ավելի զուսպ էին առնվազն հաղորդավարները եւ փորձում էին գոնե այդպիսով կոմպենսացնել։ Այսօր մենք գնալով ավելի քիչ մնացել են այսպես մի քանի լրագրողներ եթերում հայտնվող դեմքեր, որոնց խոսքի մեջ դու ուղղագրական սխալներ կամ ձևաբանական սխալներ չես կարողանում գտնել եւ սա խնդիր է, սա մեկ, եւ երկրորդը նաեւ ազգի, հա, ժողովրդի ընդհանուր պատկերացումները բարոյական արժեքների վերաբերյալ, պետության հիմնասյուների, օրինակ այդ պետության ամենագլխավոր բջիջն է ընտանիքը, ընտանիքի վերաբերյալ, այդ պատկերացումները եւս աղճատվել են հենց մեդիայի եւ մասնավորապես լրագրողների պատճառով, ասեմ ինչու, որովհետեւ նույն այդ լրագրողներն ու բլոգերներն են անընդհատ խոսում այն մարդիկ, որոնք իրենց դուրս չեն գալիս, այդ մարդկանց բարոյական այսպես կերպար են փորձում ստեղծել, ինչը հիմնականում իրականությանը չի համապատասխանում, չհասկանալով կամ ավելի վատ, եթե հասկանալով են դա անում, որ իրենք քայքայում են ընտանիքներ, որ իրենք սովորական են դարձնում ավելի երիտասարդ սերնդի համար այդ ամբողջ պատկերացումները։ Մի խոսքով շատ ավելի խորն են գնում, այս ամենի հետևանքները շատ ավելի վատն են լինելու, քան միայն տհաճությունն է, քան միայն նյարդերի վրա ազդելն է, ել ավելի մեկ այլ ուղղությամբ էլ ես հիմա փորձեմ տանել, որովհետև ես լսում էի պարոն Սիմոնյանի ասուլիսը Ռուսաստանի Դաշնությունում լրագրողների հետ, եւ ես չգտա մեր լրագրողների կողմից տրվող հարցերի եւ նրանց կողմից տրվող հարցերի մեջ գոնե մեկ տարբերություն։ Այսինքն սա ամենալուրջ խնդիրն է, երբ որ մեր լրագրողները ուղղակի չգիտեմ ինչ նպատակ հետապնդելով Հայաստանի շահը դրել են 4-րդական, 5-րդական պլանում եւ հիմնականում տեսեք ինչպես կարող է Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտը ներկայացնող լրագրողներից տվար զանգվածը դա նույն հարցերը, որ տալիս են Ռուսաստանի Դաշնության, այսպես ասենք, շահերը սպասարկող լրագրողները, տեղական լրագրողները։ Սա այլ լրատվության դաշտից դուրս է, դա արդեն ուրիշ ոլորտ ենք մտնում, որովհետև մարդը նախ եւ առաջ պետք է լինի իր երկրի պատրիոտը։ Միասին ասեցինք նոր հետո էլեկտրիկ, հայոց լեզվի ուսուցիչ կամ ուսուցչուհի, հետո լրագրող, դա մենք չունենք, դա շատ ճիշտ եք ասում, բայց արդեն սա լրատվամիջոցի խնդիրը չի։ Եվ այն մյուսը, որ ասում եք ինչ խնդիրներ ասեցիք, գիտեք, ես նոր մտածեցի, չէ որ լրատվամիջոցները որպես կանոն ունեն սեփականատերեր կամ ֆինանսավորողներ, պատվիրատուն իրենք են, չէ, այսինքն խնդիրը գալիս է նրանից, ովքեր են ֆինանսավորողները եւ ինչ խնդիր են դնում։ Այո, ցավոք սրտի կան մարդիկ, որոնք պատրաստ են այդ ծառայությունը մատուցել եւ լեզուն աղճատել եւ սուտ ինֆորմացիա տալ եւ վիրավորել, ծանր վիրավորանք հասցնել։ Ես անկեղծ եմ ասում, ես չգիտեմ, անկեղծ ասած ես ինքս Եթե հանկարծ դեմարդեմ պատահաբար հանդիպեմ մի քանի այսպես բլոգեր քաղաքական գործիչ, չգիտեմ, լրագրողի ու այդ օրը որ մի քիչ տրամադրությունս էլ վատ լինի, ես չգիտեմ, ես իրեն ինչ կանեմ։ Ես դժվարանում եմ ասեմ, կարող եմ զսպել ինձ այն հասցրած վիրավորանքներին իմ ընտանիքի հիշատակելով իմ հերոս որդու անունը, ցավոք սրտի մենք եկել հասել ենք միտեղ, որ կարող են ասել, Գեղամի թույլ տեղը իր որդին է, բեր իր անունը տալով իրեն ցավացնենք։ Այդ մի կարմիր գիծնել ենք անցել, ես
այս օրինակը բերեմ, ես դա երբեք չեմ մոռանա, անունը չտամ, հայտնի էր դարձել, որ ինչ-ինչ պատճառներով ԿՊ վարչությունը մի падգամավորի մերժել էր, որ ինքը լինի իրենց այդ ցուցակում համամասնական եւ հենց այդ օրը լրագրողները անդադար հետապնդում են, նայել փորձառու չի քաղաքականության մեջ, չգիտի ինչպես այդ լրատվական դաշտի հետ զրուցին եւ ես հետո տեսնում եմ ինչ գոհունակ դեմքով այս լրագրողները հեռանում են արդեն այդ падգամավորի մոտից, որովհետև ստացել են իրանց ուզած կադրը եւ իրար մեջ խոսում են, ասում են լացացրինք, չէ, ասում հա լացեց, ֆիքսել եք, այո, ֆիքսել ենք։ Սա է, այսօր, բա ոնց ես ինձ թույլ տամ իրենց համարել լրատվամիջոց, նրանք լրատվամիջոց չեն։ Մենք այսօր ցավոք սրտի մի քանի բացառություններով գուցե 5 լրատվամիջոց ունենան, գուցե 10, բայց այդ 5-ի 10-ի կողքին կան հարյուրավորները, որոնք իրենց համարում են լրատվամիջոց, համարում են, բայց իրենք լրատվամիջոց չեն։ Նույնիսկ հասել ենք այնտեղ, որ ինչ որ մեկը իր Facebook-յան էջում գրառում է անում, բայց գրում է «Էս ինչ լրատվամիջոց», ասենք պայքար, ավանգարդ, չգիտեմ, սովետական Հայաստան, բայց չկարգավորենք դա։ Թե թողանք ասել դասականի կներեք էլի հիշում եք որ Մանվել Գրիգորյանը ասեց չագուժներ է ձեր ձեռը մեղն է։ Հիմա երկուստ էլ մանդատում եք հարգելիներս, հա։ Անեիք։ Ահա, քանի անգամ փորձել եմ, դե օրենսդրական նախաձեռնություն անելուց առաջ սկսում ես համապատասխան մասնագետների հետ զրուցել, падգամավորների հետ քննարկել, արդարադատության նախարարության հետ քննարկել, թե գիտեք, մի քանի այսպես նախաձեռնություններ իմ մոտ մնացին կիսած, որովհետև ասում են, բա ՀԿ-ները, գիտեք, ՀԿ-ները, մարդու իրավունքները, ես ընդամենը ասեմ ինչ նախաձեռնությամբ եմ ուզում հանդես գալ, որ գոնե լրատվամիջոցը, երբ որ հարցը վերաբերում է ընդ որում ոչ միայն լրատվամիջոցը, այլ նշել էի նաև, որ սոցիալական ցանցերում գրառում անելը, եթե վերաբերվում է պաշտպանությանը, բանակին, սահմանամերձ բնակավայրերում ինչ որ տեղի ունեցած միջադեպերին, դա հրապարակեմ բացառապես կամ պաշտպանության նախարարության կամ կառավարության համապատասխան հրապարակումից հետո, այսինքն նույնը կրկնեն իրենց մոտ եւ ոչ թե զանգեն X տեղ ասեն մեր ունեցած տեղեկություններով Նախիջևանի կողմից կրակոցներ ա եղել, բայց ոչ մի ուղղակի խոճապ ենք տարածում։ Երասխի գյուղապետը մեզ փոխանցել։ Հա, կամ Երասխի մեր աղբյուրը, Կիրանց գյուղի մեր մտերիմը Դե ինքը չէ, ինքը իրականում բայց դա լուրջ խնդիր է։ Հին խնդիր է։ Հին խնդիր է, լուրջ խնդիր է, որովհետև հիմա բայց մնում է չկարգավորված։ մասին։ Հին խնդիր է, որովհետև մենք հիմա աշխատում ենք զանգվածային լրատվության մասին օրենքով, որը վերջին անգամ փոփոխության է ենթարկվել ուշադրություն 2004 թվականին։ 2004 Ես զարմանում եմ ոնց եմ փոփոխել, որովհետև ես այս իմ փոփոխությունները, առաջարկները, որ ուզում եի անեի, ես վերցրի այդ տեսնեմ որ մասում մտցնեմ, տեսնում եմ որ ինքը ընդհանրապես մեր մասին չի, մեր ժամանակների մասին չի, մեր իրականության մասին չի։ Այդ օրենքը ոչ մի բանի մասին։ 20-րդ դարի օրենք։ Ընդունվել է 91 թվականի հոկտեմբերի 10-ին, եթե չեմ սխալվում։ Իրողություններ են փոխվել, իհարկե նաև տեխնոլոգիաներ են փոխվել եւ այո, այսօր մենք շատ ունենք ինքնակոչ, հա, այսպես լրատվական կամ ընդհանուր առմամբ մեդիա ոլորտում աշխատող կազմակերպություններ, որոնք նույնիսկ գրանցված չեն, որոշակիորեն օրենքը հատկապես վերջին շրջանում տեսալուսողական, հա, մեդիայի այսպես օրենսդրության շրջանակներում որոշակի կարգավորումներ կան, բայց այդ կարգավորումներին հետևող էլ չկա մեծ հաշվով, որովհետև օրինակ լրատվամիջոցի ֆինանսավորման թափանցիկության մասին, եթե մենք խոսում ենք, այն ֆիքսված է օրենքով, բայց որևէ մեկի կողմից հաշվետվություն դուք տեսել եք, թե ոչ։ Այստեղ արդեն գալիս ենք մի քիչ ուրիշ խնդրի։ Վերահսկողության խնդիր ունենք։ Որոշումներ են կայացվում, օրենքներ են ընդունվում, որոնք չեն կատարվում։
կարելի է սկսել այդ սեղանների պատմությունից, որ աղուբիբար չտնեք, մինչև հաճախորդը ինքը չպահանջի, ըստիս ինքը բավական խնդրահարույց այսպես որոշում էր։ Վերջացած դրա, որ ցաներ բեռնատար մեքենաները այս ժամից այսին ժամը Երևան մուտք գործելու իրավունք չունեն, հենց հիմա կարող ենք դուրս գալ, տեսնենք որ մեծ բեռնատարները ոնց են պատտվում քաղաքում։ Շնորհակալություն Երևանի քաղաքապետարանի ուշադրության համար։ Նույնը նաև զանգվածային լրատվամիջոցների թափանցիկության մասին, այսինքն ֆինանսավորման թափանցիկության մասին։ Ասում եք, դե ասա, ասում եք դու էլ ասա, վերջ։ Որովհետև պատժամիջոցների մեխանիզմ հստակ չկա դրված եւ ըստիս պիտի դրանք շատ խիստ լինեն, հաշվի առնելով տուգանքներ, ընդհանուր մինչև կարծում եք այդքան պիտի 100 միլիոն դրամ։ Չէ, սա ցանկություն է արտահայտում։ Ես լուրջ եմ ասում, որովհետև այն մեծամասնությունը, որ ֆինանսավորում է, ասենք եթե ասեք 1 միլիոն դրամ, դա ասենք միտեղ մի թեթև հաց ուտելու փող է, իրանք դա կտան եւ կշարունակեն նույնն անել։ Պետք է կոնկրետ ցավացնող այո, խիստ պատժամիջոցներ պիտի անպայման Եվ կիրառվեն։ Գերմանիան էլ նենց չի, որ գերմանացիները ծանվում են, տենց օրինապեշտ բանով, խիստ օրենքներ են խիստ տուգանքային համակարգով եւ դարձել են օրինապաշտ քաղաքացիներ։ Մեր մոտ էլ այնպիսի կարծիք կա, որ գերմանացին որ ծնվում է, արդեն ինքը օրինապաշտավոր, այս այդպես չի, իրան դնում են բաների մեջ, ասում են ընկեր, ես չանես տուգանք, ես կանես տուգանք կամ այսպես մենք միջև չգնանք այդ մեխանիզմով մենք առաջ չեն գնա եւ ես էլի եմ ասում թե չէ տեսեք հիմա մենք մեղադրում ենք լրատվամիջոցներին ինչ անի խեղճ լրատվամիջոցը որ ուզում է գովաստ բերի իր մոտ չգիտեմ ֆինանսավորում պետքա տեսան որ դիտում ունենա իսկ դիտում ունենա ինքը մրցակցում է ինչ որ մի բլոգերի հետ որը հայհոյում է, վիրավորում է, չգիտեմ, ինչ որ անպարկեշտ արտահայտություն է անում, բնականաբար մի զանգված ունենք բավական մեծ, որը սիրում է հայհոյանք լսել, որը սիրում է լսել թե ով ում սիրուհին է, ով ում սիրեկանն է, որը սիրում է լսի թե իրականում այս ֆուտբոլիստը ծանրամարտիկ է եւ ոչ թե ծանրամարտիկ չի, այլ ըմբշամարտիկ է, այսպես հիմար բաներ թորնիկիս ասած, որ ինքը այդ բլոգերների նյութերն է նայում 3 տարեկան է ինքը ասում է պապիկ թողես հիմար բաներ ինչու է բռնության ենթարկում երեխային հիմար բաներ նայել բայց ինքը գիտակցում է որ դա հիմար բան է բայց ուզում է նայի ու դա կռիվ է դառնում արդեն նույնը հիմա մենք 3 տարեկանին կարողանում ենք բա 80 տարեկան տատիկին կամ 60 տարեկան պապիկին ոնց համոզենք որ հայոյանքով լեցուն եթերը նայելը լավ բան չի էլի մարդու մասին վատ բան ասում հիմա այս լրատվամիջոցներն էլ դասական մերի պատկերացմամբ փորձում են մրցակցեն այդ բլոգերների հետ ու դառնում է մի խայտառակ վիճակ բայց էլի որ գնանք խնդրի արմատները էլի շատ խորն են որովհետև հաշվի առնելով այն հանգամանքը թե վերջին մի քանի տասնամյակում կրթության որակը որքան ընկավ եւ մարդիկ ինչքան շատ մարդիկ այսպես ասեմ իրենք իրենց չեն հարգում այդպեսի հայտնի ասացվածք կա չէ ասում է ամբողը արվեստից հասկանում է այնքան որքան որ հարբեցողը խմիչքից անտեսելով որակը նախընտրում է էժանագինը հիմա բնականաբար էժանագինը դրանք հարբեցող չեն դրանք այս հետ խմիչք վայելողներ են հարբեցողը կապ չունենք դե լավ կարող ենք սա էլ կա բայց հիմնականում հա ամբողը էժանագին բաներ է վերցնում եւ այս իմաստով շատ կարեւոր է ունենալ այնպիսի գիտակցություն որպեսի դու քեզ չնույնականացնես ամբողի հետ այսինքն թույլ չտաս որ դու դիրքավորվես որպես ամբող այլ լինես անհատ իսկ դրա համար պետք է ունենալ կրթություն պետք է ունենալ ճաշակ պետք է իմանալ ինչ է արվեստը ինչ է մշակույթը իհարկե որովհետև այդ կետից մենք պիտի գանք այսօր խոսում ենք որ լրագրողը շատ սխալ է իրեն պահում հիմա տեսեք ասում եք ճիշտ ծեծելն է լրագրողի Ես կարծում եմ որ այ վերադառնալով են սովետական միլիցիան դեմ է ծեծին ծեծը իհարկե լավագույն դաստիարակման տարբերակը չէ ինքը չվիրավորի
մեզ ասում են դուք падգամավոր եք, դուք պետքա ձեր բոլոր էմոցիաները հավաքեք, գցեք մի կողմ եւ ժպիտով լսել, ինչպես են ձեզ վիրավորում։ Ամենածանր մեղադրանքները հիմնականում սուտ ներկայացնում։ Լրագրողը գիտի, որ ինքը ոչ հարված է ստանալու, ոչ տուգանվելու է, որովհետև ոչ ես, ոչ դուք մեր ժամանակը չենք ծախսում, գնանք փաստաբան գտնենք, փաստաբանին էլ մի 2 միլիոն դրամ տանք, ինչ թե նա պետքա ներողություն խնդրի, բայց նա ասում է անկեր, ես ապահով եմ։ Ես ինչպես Շվեյքն էր ասում, բայց խորհրդանի մասին, երբ որ Շվեյկը հոգեբուժարանից հետ է գալի ընկերական շրջապատ, հարցնում են, հա, ոնց էր, բան, ասում է ժողովուրդ ջան, ճիշտ ոնց որ խորհրդանում, ինչ ուզում ես ասա, ոչ մի խոսքիդ համար պատասխան չես տալու։ Հիմա մենք մեր խոսքի համար պատասխան ենք տալու, լրագրողները չեն տալիս։ Մենք էլ այստեղ նստած լրագրողներ ենք մեծ հաշվով, բայց ցավոք սրտի ես հիշեցնեմ, հիմա մեզ նաև լրագրողներ են լսում, 90-ականներին մենք ոնց էինք աշխատում։ Օրինակ, եթե գնում ես էկոնոմիկայի նախարարի ասուլիսին, այն ժամանակ տենց այդ ավանդույթը կար ասուլիսի։ Դու նստում կարդում էիր բյուջեն ինչքան է, ինչ խնդիրներ կան, ասում էիր հանկարծ նախարարը մի բան ասի, դու չիմանաս խայտարակ ես լինելու կամ հարցիդ մեջ մի սխալ լինի, դու խայտարակ ես լինելու եւ այդ մակարդակը աճում էր մերն էլ հետը, նախարարինն էլ հետը։ Հիմա կարևոր հարցեր են քննարկում լուծում հանձնաժողովներում, որևէ լրագրողի հետաքրքիր չի այդ կարևոր հարցը, որը վերաբերվում է 100 հազարավոր մարդկանց։ Շատ կարևոր հարցեր, որ պետք է այդ բանը ես մտածում եմ, հեսա դուրս կանք սկսելու են հարցեր տան, բայց ասում են գաք մի կողմ մի հատ ինչ նպատակներ ունեք խորհրդարանը, ճիշտ է, որ դուք ԿՊ-ի ցուցակով եք գնում, միլիոն անգամ այդ հարցին պատասխան բան են փնտրում, սկանդալ, ինտրիգ եւ այլն, դա խնդիր է, դա լուրջ խնդիր է։ Եթե մեզ լսում են լրագրողներ, ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, մենք այսպես ասում ենք լրագրողներ, այնպես չստացվի, որ բոլորի մասին ենք խոսում, որովհետեւ իրականում տեսեք, որպես քաղաքական իշխանության ներկայացուցիչ եմ ասում, դեռևս կան այնպիսի լրագրողներ, որոնք դու ակնհայտորեն տեսնում ես, որ առանձնապես մեծ համակրանքով չեն լծված, հա, քաղաքական իշխանության նկատմամբ, բայց այդ վերլուծություններով են դրանք այսպես փորձում հասցնել իրենց հետևորդներին եւ նույնիսկ ես մեծ հաճույքով դրանց հետևում եմ, որպեսզի հասկանամ հանրությունը ինչ մտահոգություններ ունի։ Երբ որ դա անցնում է վիրավորանքի սահմանը, այլևս այդտեղից են կողմ որևէ մեկը չի լսում, արդեն որևէ բան հետաքրքիր չի։ Բայց տեսեք ինչ է ուզում ասել, մենք կորցրել ենք նաեւ լրագրողի պարտականությունների եւ կոչման մասին պատկերացումները։ Լրագրողը պիտի լինի միջնորդ, հա, եթե երաժշտությունը պիտի լուսաբանի, ապա ստեղծագործողի եւ շահառուների եւ ծառայություններ մատուցողի միջև այդ միջնորդը պիտի լինի, որպեսի կարողանա տեղ հասցնել, բայց այնքան է ու փաստերը ստուգելով անպայման պիտի լինի, հա, սա ամենակարևոր գլխավոր կանոններից մեկն է։ Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որ հասարակական կազմակերպություններն են ստեղծում փաստերի ստուգման ինչ որ հարթակներ, կա նույնիսկ որ հենց այդպես էլ կոչվում է, եւ հիմնականում եթե դու նայում ես, այնտեղ ստուգվում են լրագրողի կողմից ասված ինչ որ բաների ճշմարտացիությունը, այսինքն դուք պատկերացնում եք մենք ուր ենք հասել, այսինքն այդ գործը պիտի աներ լրագրողը պիտի աներ այդ գործը, այսինքն ստուգեր փաստերը եւ ներկայացներ հանրությանը անկախ իր դիրքորոշումից, բայց քանի որ լրագրությունը արդեն գնացել է մեղադրողի, հա, կարգավիճակ է, միայն մեղադրողի, ընդ որում միայն մեզ չէ, ես ընդդիմության հետ վերջերս անընդհատ արիցը որ լինում են շփվում ենք, այո, եւ հանրությունը միշտ այդպեսի հարցեր է տալիս, երբ որ շփվում ես ընդդիմության հետ, դու հասկանում ես, որ նույն ցավը ունի նաեւ ընդդիմությունը, բայց ընդդիմադիր այն падգամավորները կամ ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք ոչ թե համարձակվել են դրական բան ասել իշխանության մասին, նույնիսկ այստեղ չէ, այլ համարձակվել են չհայհոյեն եւ չվիրավորեն, այսինքն եթե դու քեզ լոյալ ես, հա, դրսևորում դու դառնում ես կրկին լրագրողների թիրախ։ Դաստիարակված մարդու։ Կամ այո, մարդու նման ու դու կրկին դառնում ես թիրախ, այսինքն մենք էլ լրագրության մասին չենք խոսում, մենք խոսում ենք տարական դաստիարակության մասին։ Ինչ որ մի այսպես ոհմակի մասին, որը որ անընդհատ սպասում է
երկրի Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյայի լրագրողը ասում է դե երթվեք։ Երբ որ տեղեկատվություն է հաղորդում բարձրաստիճան պաշտոնյան, ասում է կարող եք երթվել։ Ասենք դուք հասկանում եք մենք ուր ենք հասել, սա կատաստրոֆա է, սա ողբերգություն է։ Ես որևէ մեկը չի գիտակցում սրա լրջությունը, որովհետև վերադառնալով իմ ասած խոսքին սպառում են այդ էժանագին ապրանքը։ Հակառակ դեպքում նախ էս հաղորդաշարը չէր լինի, բայց էլի այստեղ հարցը առաջանում։ Լուսինե 8 տարի է իշխանության եք, ինչի կարգավորված չի դաշտը։ Որովհետև լավ չեն աշխատում։ Թերություններ կա աշխատանքում։ Այս իմաստով մի քիչ շատ են կախման մեջ, այսպես կոչված արևմտյան հասարակական կազմակերպություններից։ Այդ դա փաստա, որի մասին պետքա խոսել, ասել, որ նրանց ազդեցությունը մեր պետության վրա չպետք է այդքան մեծ լինի։ Այսինքն կոպիտ ասած մենք նայում ենք թե ինչ արձագանք կտա, օրինակ Freedom House-ը օրինակ։ Այո, դե մտածում ենք թե ասենք գերմանացի Վալդեմարը ոնց կվերաբերվի մեր այս կամ այն որոշմանը, որը բխում է մեր պետության ազգի շահից։ Դա կա, դա Տեսեք, խնդիրը, Գեղամի ասածը իրոք խնդիր է, որտեղ ես ինքս էլ այդ խնդրին բախվել եմ մի քանի անգամ, որովհետև նախ ես մարդկանց չեմ կարողանում իմ գործընկերներին բացատրել, որ խոսքի ազատությունը նախ բացարձակ արժեք չի, այսինքն ինքը գերագույն արժեք չի։ Գերագույն արժեք մարդու կյանքն, արժանապատվությունն է եւ այլն։ Խոսքի ազատությունը, քանի որ ենթակա է սահմանափակումների որոշակի դեպքերում, ինքը բացարձակ արժեք չի համարվում։ Ենթադրում եմ։ Առաջին, երկրորդը, օրինակ կարող եմ բերել 20 թվականի պատերազմը, երբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն, անձամբ ես առաջարկել եմ, ասում եմ լրատվամիջոցների աշխատանքը արգելեք ռազմական դրության օրենքով։ Արգելեք, թողեք 3 ընդհանրեն լրատվամիջոց, 2 հանրայինները, հեռուստաընկերություն եւ ռադիոն եւ Armenpress պետական լրատվական, ասում բա խոսքի ազատությունը, բա ժողովրդավարություն, ասում պատերազմի ժամանակ ինչ ժողովրդավարություն։ Լևոն դուք ճիշտ եք։ Այստեղ շատ դժվար է ձեզ հետ չհամաձայնել եւ պետք է իհարկե շատ լուրջ կարգավորումների կարիք այնուամենայնիվ կա եւ իմ նույնային գործընկերները, որոնք ձեր նշած վերջին տարիների ընթացքում անընդհատ այդ վեճի մեջ էինք եւ ի վերջո այն հորդորները, որ լինելով լրատվական աշխարհի մեդիա աշխարհի ներկայացուցիչ քեզ հարիր չէ, հա, սահմանափակումների մասին խոսելը թույլ տուր մենք ինքներս ճիշտ ճանապարհը կգտնենք, ես դա ի գիտություն ընդունել եմ, բայց կարծում եմ, որ այս ճանապարհ բոլորն էլ գալիս են հասնում են այն կետին, որ պիտի կարգավորվի։ Եղամին մեջ բերելով ասում ես, ախ, իմ երկրի պատրիոտն եմ, հետո մնացած։ Այս երևի, այո, այդ սկզբունքով է։ Բայց տեսեք, Լևոն, մենք շատ ենք խոսել այս ամենի մասին, սրտի խորը ցավով, հա, թե ինչ է կատարվում, որտեղից ենք մենք սկսել, ինչպիսի ոգևորությամբ եւ ինչպես ենք փորձել ավելի ավակ սերնդի հարգանքին արժանանալ մեր աշխատանքով եւ ինչպես այդ ամենը արդեն դարձել նույնիսկ էլ հիշողություն էլ չի մնացել այդ ամեն ինչ որ մենք ունենք այսօր մեր իրականության մեջ, բայց այդ քննարկումների ժամանակ օրինակ երևի դուք չեք խոսում այդ մասին, հատկապես եթերում, բայց ձեր միտքը, ձեր առաջարկը, ձեր գաղափարը օրինակ ինձ հանգիստ չի տալիս։ Դա լավագույն լուծումն էր, որ կարող էր լինել։ Հիշում եք, երբ որ խոսեցինք, ես ասացի, քանի դեռ ժուրնալիստիկայի ֆակուլտետում, հա, ճիշտ դրված չեն, հա, մեղմ ասած ժուրնալիստիկայի լրագրության կանոնները կամ ճիշտ կրթություն չի տրվում, դուք ես շատ լավ հիշում եմ այդ ժամանակ, ասացիք, որ լավ կլիներ, որ լիներ միայն մագիստրատուրա եւ ցանկացած մասնագիտություն ստացած մարդ, եթե ուզում է լրագրությամբ զբաղվել, օրինակ իրավաբանը, տնտեսագետը եւ ուղղությունները, գիտական լրագրություն, տնտեսական լրագրություն եւ այս ուղղություններով մենք պատրաստ էինք մասնագետներ, ես կարծում եմ, որ միակ լուծումը սա է, այսինքն մարդ, որը ունի բարձրագույն կրթություն, ստացել է մասնագիտական լավ որակավորում եւ հիմա իր գիտելիքը, եթե ինքը չի աշխատում այդ ոլորտում, իր գիտելիքի օգնությամբ, հա, այդ ամբողջ տեղեկատվությունը հասցնի հանրությանը։ Ինչ կարող եմ ես անել, որպեսզի մենք այս գաղափարը դարձնենք ավելի հասանելի։ Ես անկեղծ ասեմ, նաև ձեր գործընկերներին եմ այդ առաջարկել, ասել ենք մտածենք շատ լավ տարբերակ է, բայց ինքը օրենքով կարգավորվող խնդիր է։ Այսինքն դա Երևանի պետական համալսարանը կամ ասենք Հայբուսակ ինստիտուտը ինքը ներքին իր կանոնադրությամբ չի կարող փոխել։ Տեսեք, այ ասացիք Հայբուսակ, ես հիշեցի մի բան։ Մենք վերջին մի քանի տարվա ընթացքում այնպես կարգավորեցինք, որ գիտեք, շատ այլ համալսարաններ կան, որոնք բժիշկներ են, հա, պատրաստում
Եվ այդ բժիշկներին, եթե կա հնարավորություն, ավելի մեծ հնարավորություններ ունեն, նրանք հավասար տեղավորվում են ինչ-որ տեղ աշխատանքի եւ դա մեր հասարակության հաշվին էր լինում։ Մենք դա կարգավորեցինք։ Հիմա այդ նույն տարբերակով մենք պիտի գտնենք ճանապարհ կարգավորելու լրագրողներին։ Ցանկություն լինի։ Ցանկություն ես ամենայն դեպս ունեմ, դուք եք։ Ես էլ ունեմ, դուք էլ ունեք, մի բան կմտածենք միասին։ Շնորհակալություն զրույցի համար։ Ռադիոլսողներին հիշեցնեմ, որտեվ վիզուալ իմաստով YouTube-յան եւ Facebook-յան տարբերակով հիշեցնելու կարիք չկա, որ իմ հյուրերն էին այսօր, իմ նախկին գործընկերներ, այժմ ազգային ժողովի падգամավորներ Լուսինե Բադալյանը, Գեղամ Նազարյանը, ով մոռացել էր, ես Լևոն Սարդարյանն եմ։ Կհանդիպենք գալիք շաբաթ օրը նույն ժամին։ Հաջողություն։